Մենք խոսում ենք ավելի շատ նրա մասին, երբ որ մարդը կարծես թե ամեն ինչ ունի, բայց ինքը միևնույնն է շատ է աշխատում։ Դա ժամանակի դարի, այսպես ասած, հիմնական խնդիրն է, որ մարդիկ ավելի շատ աշխատում են, քան թե ապրում են։ Եվ ամենավատը, որ աշխատանքի մեջ չեն ապրում։ Այսինքն, եթե մարդը ինչ-որ մի աշխատանք է իրականացնում, որի մեջ ապրում է, օրինակ հիմա դուք աշխատանք եք իրականացնում, ես էլ ձեր հետ, բայց ես ապրում եմ այստեղ եւ տեսնում եմ, որ դուք էլ եք ապրում, որտեվ հաճույքով եք անում ինչ-որ մի բան։ Եվ կա դրա մյուս տարբերակը, երբ որ լարվածություն, ինքը դա անում է, որովհետև ինքը չի կարող չանել, որովհետև ինքը պարտաճանաչ է, որովհետև ու լիքը այդպես որովհետևներ։ Գերի է փաստացի ստացվում աշխատանքի։ Այո, ստացվում է այդպես, բայց դա նկատելի չէ։ Մարդը պարզապես որակում է իրեն, որ ինքը սիրում է ամեն ինչ շատ լավ անել։ Եվ հանկարծ այստեղ ինչ-որ մի շրջան է գալիս, որ այդ շրջանում մարդը նկատում է, որ աշխատանքը իրեն չի հետաքրքրում, ինքը չի ուզում այդ աշխատանքին գնա, բայց ինքը չի կարող, ինքը պետք է գնա, որովհետև իդենտիֆիկացնում է իրեն աշխատանքի հետ։ Այո, եւ այստեղ մենք հասկանում ենք, որ մարդը պարզապես չի ապրում եւ այս մարդու հետ զրուցելուց մենք տեսնում ենք, որ ինքը զրուցում է միայն իր աշխատանքից, միայն մասնագիտությունից։ Ինչ որ ժամանակ մենք սրանց ասում ենք մասնագիտական դեֆորմացիաներ, երբ որ մասնագիտությունը մարդուն այսպես ամբողջությամբ կլանում էր, հա։